Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ 3900-ից ավելի մամոգրաֆիկ հետազոտություն մեկ տարում պետպատվերով սկրինինգային հետազոտության կայաններ են հիմնվում նաև մարզերում։ Ագրարային կրթությունը առաջնային կառավարությունը պատրաստ է բարձր կրթաթոշակ տալ մի շարք մասնագիտություններ սովորող ուսանողներին։ 100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց տաղավարում։ Եվ տնական կիսաֆաբրիկատներ արտադրված Գյումրիում արտադրությունը վերազինվել է պետության աջակցությամբ։ Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրով 2024-ին 3900-ից ավելի մամոգրաֆիկ հետազոտություն է իրականացվել պետպատվերով։ Հատկապես ծննդաբերությունից հետո կանանց խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն։ 40-ից բարձր տարիքի կանանց համար պարտադիր է մամոգրաֆիկ ուսումնասիրությունը։ Հայաստանում այդքան տարածված օնկոլոգիական հիվանդությունը արդյունավետ բուժել հնարավոր է վաղ հայտնաբերման դեպքում միայն։ Արդեն ստացիոնար կայաններ են հիմնվում նաև մարզերում, առաջինը Վանաձորի բժշկական կենտրոնում է։ Խոցելի խմբերի պատշաճ հետազոտությունների համար կառավարությունը պատրաստ է գործակցել թե պետական և թե մասնավոր բուժ հիմնարկների հետ։ Մարզային բժշկական կենտրոններում ստացիոնար առաջին մամոգրաֆիկ կայանը Վանաձորում է։ Ապրիլի սկզբից է սկրինինգային այս հետազոտությունը հասանելի դարձել լոռեցիների համար։ Առայժմ միայն բարբերակ գոյացություններ ենք հայտնաբերել, դեռ բարեբախտաբար չարվորակ դեպքեր դեռ չենք ունեցել։ Բժիշկները նախապես անցել են անհրաժեշտ ուսուցում, վերապատրաստում։ Մամոգրաֆիայի սրահում 10 րոպեանոց հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել կրծքագեղձի քաղցկեղը վաղ շրջանում։ Աշխարհով քաղցկեղի հիվանդացությունը կրծքագեղձի արագ տեմպերով է զարգանում։ Մեր գերխնդիրը նախաքաղցկեղային զրոական վիճակում տեսնելն է քաղցկեղը, որպեսզի հետագա բուժման պլանը ճիշտ կազմակերպվի եւ ավելի արդյունավետ լինի։ Վանաձորի բժշկական կենտրոնը սպասարկում է մոտ 140,000 բնակչի։ Մարզում կանանց շրջանում օնկոլոգիական այս հիվանդությունը տարածված է։ Ախտորոշման մասով անհրաժեշտության դեպքում օգնության են հասնում նաև երևանյան բուժ հիմնարկների ոլորտի առաջատար համարվող բժիշկները։ Էլեկտրոնային տարբերակով հետազոտությունը անմիջապես ներբեռնում է Արմետ համակարգ եւ հնարավորություն է տալիս գրանցված մասնագետին եզրակացություն տալ։ Մենք համագործակցում ենք Ֆանարջյանի անվան ինստիտուտի հետ եւ մասնագետները համատեղ են կարծիքներ տալիս։ Պիլոտով սկրինինգային ծառայությունը մամոգրաֆիայի շարժական կայաններով շրջեց Հայաստանի 5 մարզով՝ Տավուշ, Լոռի, Սյունիք, Շիրակ, Գեղարքունիք։ Առողջապահության նախարարությունում նկատում են քայլ-քայլ հաջողվում է հանրությանը հասցնել այս հետազոտությունների կարևորությունը։ Բոլոր խոցելի խմբերի առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների համար, զինծառայողների ընտանիքի անդամների համար, սոցփաթեթի շահառուների համար այլևս Հայաստանում գործում է կրծքագեղձի մամոգրաֆիկ սկրինինգային ծրագիրը։ Մեզ համար շատ կարևոր էր, որ թիրախային մենք կարողանանք կանխարգելիչ բուժօգնությունը հասանելի դարձնենք մեր քաղաքացիներին։ Չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժումը եւս պետպատվերով է։ Պետությունը իրականացնում է բժշկական գործիքների ձեռքբերման աջակցության լիզինգի ծրագիրը, ինչի շնորհիվ մարզային բժշկական կենտրոններն ու մասնավոր կլինիկաները հնարավորություն ունեն մատչելի պայմաններով համալրելու ենթակառուցվածքները։ Կապիտալ ֆինանսավորմամբ նույնպես կառավարությունը պատրաստ է ներդրումների ծառայությունների հասանելիության համար։ Պետությունը հայտարարում է, որ գնում է այս ծառայությունները, այսինքն բացում է սկրինինգային ծրագիրը եւ պատրաստ է փոխհատուցելու նաեւ մասնավոր բժշկական կենտրոններին, այսինքն մենք մեր բոլոր ռեսուրսները եւ բոլոր հնարավոր համագործակցության ձևերը ապահովելով պիտի բերենք, հասցնենք հասանելիությունը բավարար մակարդակի։ Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրի շրջանակներում միայն 2024 թվականի ընթացքում իրականացվել է 3902 մամոգրաֆիկ անվճար սկրինինգային հետազոտություն, հատկացումը գերազանցել է 26 միլիոն դրամը։ Մամոգրաֆիկ հետազոտությունների ծառայության ապակենտրոնացումը եւս մեկ քայլ է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացում։ Կառավարությունը ընդլայնել է առաջնային համարվող մասնագիտությունների ցանկը, ընդգրկելով նաև ագրարային կրթական ծրագրեր։ Ագրարային ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա, անասնաբուծություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն։ Այս ուղղություններն ընտրող ուսանողները կստանան պետական կրթաթոշակ մինչև 77,000 դրամ, կախված առաջադիմությունից։ Այսպիսով կառավարությունը փորձում է բարձրացնել ագրարային կրթության գրավչությունն ու որակը, ինչպես նաև աջակցել երիտասարդներին ոլորտում ուսանելու ու աշխատանք գտնելու գործում։
Բույսերը աճելու հետ զուգահեռ կարող են վարակվել տարբեր հիվանդություններով եւ վնասատուներով։ Ես ապավոնում եմ, որ բույսերը դրանցից զերծ լինեն եւ ունենան բնականon աճ։ Համլետ Ագրարային համալսարանի 3-րդ կուրսում է, սովորում է առողջ բույսեր աճեցնելու գաղտնիքները։ Կուրսընկերոջ հետ տարբեր փորձեր են կատարում, մի քանի ամիս է պոմիդորի սորտեր են ուսումնասիրում, հետևում դրանց աճին, փորձում վերականգնել անհետացած տեսակները։ Մեկը հենց անայից սորտն էր, անայից սորտը արդեն գոյություն չունի, բայց սելեկցիոներները ստեղծել են անահիտի կրկնօրինակը, փորձում ենք վերականգնենք։ Համալսարանում ստացած գիտելիքները կկիրառեն հայրենի բնակավայրերում։ Դեռ մանկուցողի հետ աշխատելու սերն է պատճառը, որ բիզնես գաղափարները հենց գյուղատնտեսության հետ են կապված։ Պտղատու այգի ու ջերմատուն են մտադիր հիմնել։ Ագրարային համալսարանը այս պահին ունի նպատակ ոչ միայն մասնագետների պատրաստման գործընթացը բարելավելու, այլև իրազեկելու հանրության լայն հատվածներին, թե ինչքան շատ պահանջարկ կա աշխատանքի շուկայում ագրոպարենային ոլորտի մասնագետների եւ ամենակարևորը, ինչքան գայթակղիչ պայմաններով են իրենք աշխատում։ Ագրոպարենային ոլորտում մասնագետների պակասը լրացնելու նպատակով անցած տարի կառավարության որոշմամբ ընդլայնվեց առաջնային եւ կարևոր մասնագիտությունների ցանկը, ներառեցին նաեւ ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։ Ուսանողը հնարավորություն ունի ոչ միայն տեսական ու գործնական գիտելիք ստանալ, նաեւ բարձր կրթաթոշակ։ Պետությունը վերջին տարիներին մեծ ներդրումներ է իրականացնում ագրարային ոլորտում։ Ներդրումների զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ են իհարկե նաև մարդկային ռեսուրսներ։ Առաջին իսկ տարում մագիստրատուրայում դիմորդների թիվը մոտ 3 ու 6 անգամից ավել մեծացել է։ Առաջի կուրս ընդունված բոլոր ուսանողները ստանում են 70,000 կրթաթոշակ։ Դրանից հետո արդեն այն ուսանողները, որոնց առաջադիմությունը մոգը 80-ից 90% միջակայքում է, նրանք ստանում են 70,000 դրամ կրթաթոշակ, այն ուսանողները, որոնց մոգը 90%-ից ավել է, ստանում են 77,000 դրամ կրթաթոշակ։ Կրթաթոշակները տրվում են կոնկրետ մասնագիտություններ, կրթական ծրագրեր ընտրող ուսանողներին։ Մագիստրատուրա ընդունվածների 54%-ը մինչև 25 տարեկան է, 21%-ը 26-ից 30, մյուսները 30-ից բարձր։ Միքայելը մինչև ագրարայինի ուսանող դառնալը Հրազդանում արդեն ջերմատուն ուներ։ Համալսարան է եկել գիտելիքի պակասը լրացնելու, ջերմատնային ագրոտեխնոլոգիա է ուսումնասիրում։ Եթե բույսը հիվանդանում ու դու չգիտես ինչ հիվանդություն է կամ ինչից է այդ հիվանդությունը առաջացել, դու չես կարող իր դեմ ավելի էֆեկտիվ պայքարես, ունենում ես ֆինանսական մեծ կորուստներ, բույսը տա փչանում արդյունքում, դու ես նյարդայնանում, իսկ սենց ավելի լավ է։ Ագրարային համալսարանում վերջին 6 տարիների ընթացքում ստեղծվել է շուրջ 60 նոր ենթակառուցվածք։ Այդ թվում նորագույն սարքավորումներով ագեցած լաբորատորիաներ, ջերմատուն, փորձարարական կայաններում նորաբուծություններ կիրառելու հնարավորություններ եւ այժմ ընթանում է տվյալ ենթակառուցվածքները ուսումնական ծրագրերի մեջ ինտեգրելու գործընթացը։ Նորաձև մասնագիտություններին նախապատվություն տալն ու աշխատաշուկայի պահանջարկին չհետևելն է նաև պատճառը, որ երիտասարդները ընտրում են համեմատաբար ավելի կանխատեսելի ապագա ունեցող մասնագիտություններ։ Մինչդեռ գյուղատնտեսությունն այսօր ոչ միայն երիտասարդ կադրերի, այլև ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների կարիք ունի։ Այսօր արդեն մեծ պահանջարկ կա շուկայում այդ ոլորտի մասնագետների, ընդ որում բավականին բարձր աշխատավարձներով եւ այդ խնդիրը չլուծելու դեպքում պետության զարգացումը այդ ուղղությամբ կանգ կառներ, որտեղ կան ներդրումներ, կան ծրագրեր, որոնք պետք են իրականացնել, բայց մասնագետներ չեն լինի։ Որ ագրարայինի շրջանավարտը ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետ լինի, համալսարանին օգնում են միջազգային կապերը։ Օրինակ Գերմանիայի հեղինակավոր համալսարանի հետ գործակցության շնորհիվ մեր ուսանողները մագիստրատուրայի առաջին տարին մեր համալսարանում, երկրորդը Գերմանիայում են սովորում, ավարտին ստանում են եւ ագրարայինի եւ Գերմանիայի համալսարանի վկայական։ Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է այս տարվա արդեն 100-րդ գործը վեճերի այլընտրանքային լուծման մասին ու ձևավորվող մշակույթի մասին ենք խոսելու տաղավարում, այստեղ է կենտրոնի տնօրենը Լիլիթ Պետրոսյանը։ Տիկին Պետրոսյան, 100 գործ, շատերի համար գուցե քիչ թվա, բայց այնուամենայնիվ վիճակագրությունը ձեզ համար ինչ է նշանակում եւ արդյոք կարող ենք ասել, որ Հայաստանում ձևավորվում է վեճերի այլընտրանքային լուծման այս տարբերակը։ Այս ցուցանիշում այս համար շատ կարևոր է, որովհետև կենտրոնը ստեղծվել է 2023 թվականին, իսկ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ որ կենտրոնը ստեղծվում է նոր, այսինքն 1 կամ 2 տարվա ընթացքում ինքը ստանում է
առավելագույնը 10-ից 20 գործ արբիտրաժային, բայց մեր դեպքում մենք ստեղծվել ենք 2023 թվականի վերջերին եւ 2025 թվականին միայն 4 ամսվա ընթացքում ունեցել ենք նման 100 գործի գրանցում եւ սա միայն արբիտրաժի մասն է խոսքում, մենք ունեցել ենք նաեւ հաշտարարության տարբեր գործերի գրանցում եւ վարում 100 գործը կարծում արդեն իսկ նշանակում է, որ մի շարք կազմակերպություններ կամ անձինք վեճերի լուծման եղանակ որպես նախընտրում են արբիտրաժ կամ հաշտարարություն։ Այլընտրանքային դատական գործերին, ճիշտ եմ ասում։ Այո, քանի որ ավանդական եղանակը վեճերի լուծման դատարանն է, դատական եղանակն է, մենք արբիտրաժի եւ հաշտարարության մասին խոսում ենք որպես վեճերի լուծման այլընտրանքային եղանակի, այսինքն երբ կողմերը ունեն հնարավորություն դիմելու եւ դատարան եւ օրինակ արբիտրաժի, բայց իրենք որոշել են իրենց կամ արտահայտությամբ դիմել արբիտրաժի։ Գործերի բնույթից խոսենք, ինչ հիմնական ուղղություններով է կենտրոնի քարտուղարությունը գործերը գրանցում քննության համար։ Կենտրոնը գրանցում է հիմնական առևտրային հարաբերությունից բխող գործեր, նշված 100 գործի մեջ մտնում են պայմանագրային իրավահարաբերությունից բխող վեճերին վերաբերող գործեր, եւ պետք է նշեմ, որ կենտրոնը ինքը ոչ առևտրային կազմակերպություն է, հիմնադրամ է, եւ իր նպատակն է զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակները եւ արբիտրաժի եւ հաշտարարության միջոցով լուծել հնարավորինս շատ առևտրային վեճեր։ Այ կազմակերպությունների մասով ինչ հիմնական անուններ չնշենք, բայց այսպես ոլորտները փորձենք։ Դիմող կազմակերպությունների շարքում առևտրային կազմակերպություններն են որպես կանոն, բայց կարող են նաև անհատներ, ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր եւս, եւ այս 100 գործի մեջ մենք ունենք եւ ծառայությունների մատուցան պայմանագրից բխող վեճեր, եւ անհատների միջև ծագած վեճեր, եւ նաեւ հաշտարարության հետ կապված գործեր, ներառում են օրինակ ամուսնաընտանեկան վեճեր։ Փորձենք հանրությանը մի քիչ ավելի պարզ ներկայացնել, հա, ինչու օրենքի ուժով կարծես թե ստեղծվել է այս կենտրոնը եւ ինչպես է այն բարելավում ընդհանուր Հայաստանում ներդրումային միջավայրը։ Կենտրոնը ստեղծվել է դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարության համատեքստում, նրա հիմնադիրներն են հանդիսանում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ իրավաբանական միությունները, այս երկու կազմակերպությունները գրանցված են ԱՄՆ-ում եւ օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամը։ Եվ այս կենտրոնի ստեղծման նպատակն է եղել Հայաստանում ունենալ այնպիսի կենտրոն, որը ունակ կլինի քննելու տարբեր վեճեր արբիտրաժի եւ հաշտարարության միջոցով, ընդ որում ոչ միայն տեղական, այլև միջազգային։ Արդեն ունեք այդպիսի օրինակներ։ Այո, այդպիսի մի քանի օրինակ ունենք։ Մենք վերջերս կայացրեցինք արբիտրաժային վերջնական վճիռ մի գործով, որով կողմերից մեկը ռուսական խոշոր ընկերություն էր, իսկ մյուսը հայկական ընկերություն էր։ Ունեցել ենք արբիտրաժային եւս մեկ գործ, որով կողմերից մեկը եղել է Իրանի քաղաքացի, ունեցել ենք հաշտարարության գործ, որով կողմերից մեկը եղել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, եւ այդ գործը իրականացվել են անգլերեն լեզվով, իսկ ռուսական կողմի մասնակցությամբ գործը ռուսերեն լեզվով։ Գործը քննողները ովքեր են ինչպես են ընտրվում եւ որքանով հասկանում եմ այս ոլորտը այն ոլորտն է, որտեղ վստահության բարձր մակարդակ պետք է լինի, արդյոք այդպես է թե չէ։ Տեսեք, մեր հիմնադրամը ունի արբիտրաժային եւ հաշտարարության մասնագիտացված խորհուրդներ, եւ այս խորհուրդներում ընդգրկված են ոչ միայն հայ ազգի, այլև արտասահմանյան ոլորտի առաջատար մասնագետները, ովքեր իրենց փորձը եւ միջազգային ստանդարտները ներդնում են կենտրոնի աշխատանքում, իսկ արբիտրները ոլորտի թե տեղացի թե կրկին օտարերկրյա մասնագետներն, ովքեր ունեն արբիտրաժի ոլորտում փորձառություն, վեճերի լուծման փորձառություն կամ օրինակ իրավական որևէ ճյուղի, օրինակ աշխատանքային իրավունքի լավագույն մասնագետներից են ՀՀ-ում կամ արտերկրում։ Ընդհանրապես հաշտարարության այսպես մշակույթը ինչ փուլում է մեզ մոտ, ինչպես է գնահատում այս գործընթացը։ Հաշտարարությունը ներկայումս զարգացման փուլում է եւ պատահական չէ, որ օրենսդրը այնքան է կարեւորել հաշտարարության դերը, որ ամուսնաընտանեկան մի խումբ վեճերի համար սահմանել է պարտադիր հաշտարարության ինստիտուտ, որը շուտով ուժի մեջ կմտնի եւ դրա ուժով մի խումբ վեճեր պետք է պարտադիր լուծվեն հաշտարարության միջոցով, որպիսի անձը կարողանա դիմել դատարան հետո։ Այսինքն սկզբնական եղանակը հաշտարարությունն է։ Կարծում հաշտարարությունը ինքը շատ լավ եղանակ է թե ընտանեկան հարաբերությունների, թե աշխատանքային հարաբերությունից բխող վեճերի լուծման համար, որտեղ տեսեք հաշտարարությունը հնարավորություն է տալիս երկու կողմերին բանակցելու եւ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ եւ հասնելու հաշտության համաձայնության եւ դրա միջոցով պահպանելու հարաբերությունները։ Այսինքն հաշտարարության դեպքում չկա հաղթող եւ պարտվող, երկու կողմ էլ հաղթում են, որտեղ իրենց միջև վեճը լուծվում է երկուսի համար ընդունելի եղանակով։ Որքան է տևում գործերի միջին քննության ժամկետը եւ արդյոք սա, եթե դիմում են հաշտարարության
այսպես գործընթացին մասնակից են, հնարավորություն չեն ունենալու հետագայում դատական կարգով ինչ-որ գործողություններ իրականացնել։ Եթե իրենք դիմում են հաշտարության կողմերը, ապա սովորաբար այն, եթե քարտուղարությունը հաշվում այն կենտրոնում գրանցման պահից եւ այլն, տևում է 1-ից 2 շաբաթ, իսկ հաշտարության բուն հանդիպումը օրինակ կարող է տևել ժամեր, ասենք 4 ժամվա ընթացքում կողմերը հասնեն դատական գործընթացին անհամեմատ անհամեմատելի է, այո, եւ միջավայրն է անհամեմատելի, այսինքն հաշտարության համար ստեղծված է կենտրոնում այնպիսի միջավայր, որովհետեւ կողմերը հնարավորինս ազատ զգան իրենց ակնկալիքներ, իրենց սպասումները արտահայտելու եւ վեճի լուծման իրենց տարբերակները առաջարկելու։ Իսկ արբիտրաժի դեպքում արբիտրաժը մենք համատում ենք դատանի հետ, մասնավոր դատարան է եւ արբիտրաժի միջոցով վեճը ըստ էության լուծվում է, այսինքն հաղթող պարտվող կողմ լինում է։ Եվ արբիտրաժային գործերը կախված բնականաբար վեճի բնույթից մենք ունեցել ենք վեճ, որը եղել է ավելի պարզ եւ քննվել է պարզեցված կարգով եւ օրինակ լուծվել է 1-ից 2 ամսվա ընթացքում, բայց միջազգային գործի մասին երբ որ խոսում ենք, միջազգային գործը գրանցման պահից մինչեւ վերջնական վճիռ ունենալ օրինակ տևել է 9 ամիս, որը կրկին նման բարդ բնույթի եւ օտարերկրյա տարի ներգրավման պայմաններում ինքը բավականին լավ ժամկետ է կարծում։ Գործերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար ինչ հիմնական մեխանիզմներ ու գործիքներ եք օգտագործում կամ գուցե առաջիկայում սպասվող փոփոխություններ ինչ կարող են լինել։ Այս թվային դարաշրջանում գործի կառավարման արդյունավետությունը պարտադիր պետք է ապահովի թվային համակարգերի, մեթոդների կիրառման միջոցով։ Մենք մշակել ենք մեր ԻԱՄԿ հարթակ էլեկտրոնային, որի միջոցով ամբողջ վեճի քննությունը տեղի ունենում առցանց այդ համակարգի կիրառմամբ, այսինքն թե հայցադիմում կամ դիմում հաշտարության դեպքում ներկայացնելը եւ թե մինչեւ ամենավերջնական փուլը երբ ունենք արբիտրաժային վճիռ կամ հարցային համաձայնություն կարող է իրականացվել այս առցանց համակարգի ներգրավման միջոցով, որը այդ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը դիմելու process-ը։ Այո, մենք այդ համակարգով երբ որ ավարտում ենք գործը եւ ունենք արբիտրաժային վճիռ, այնուհետեւ եւ կողմը մեզ է դիմում, որտեղ կամավոր չի կատարվում արբիտրաժային վճիռը, մենք էլեկտրոնային եղանակով ուղարկում ենք համապատասխան գրությունը հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը եւ հարկադիր կատարման է ենթարկվում արբիտրաժային վճիռը։ Տիկին Պետրոսյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այստեղ էր արբիտրաժի եւ հաշտարության հայաստանյան կենտրոնի տնօրենը։ 25 քառակուսի մետր տարածք, 2 աշխատակից ու ընդամենը 1 մսաղած։ Գյումրիում Բելիսիմո ընկերությունը սահմանափակ ռեսուրսներով սկսեց կիսաֆաբրիկատների արտադրությունը։ Խոհանոցում խիստ պահպանողական տնական նախընտրող գյումրեցիների պահանջներին քիմքին մոտ կոտլետներ ու պելմեններ էին առաջարկում։ Հիմա արդեն գործը ընդարձակ սեփական տարածքում են անում, աշխատակազմը մեծացրել են, արտադրատեսականին էլ ընդլայնել։ Նոր ժամանակակից սարքավորումներով վերազինման համար աջակցել է կառավարությունը, հոսքագծերը ձեռք են բերել պետական լիզինգի ծրագրով։ Գյումրիում արտադրվածը սպառում են ոչ միայն Հայաստանում, այլև արտահանում են։ Մեր գործունեությունը սկսել ենք 2008 թվականից շատ մեծ դժվարություններով։ Մոտ 20-25 քառակուսի տարածք ունեինք, մի հատ ցենց փոքր մսաղած ու 2 աշխատակից։ Որոշել էինք Գյումրիում արտադրել կիսաֆաբրիկատներ։ Ժողովուրդը թերահավատորեն էր մոտենում մեր գաղափարին, քանի որ մեր մոտ ընդունված չի այդպիսի մտերքներ գնել խանութներից, պետքա անպայման տնական լինի։ Ու հենց այդ սկզբունքով սկսեցինք։ Մեր ապրանքը պետքա շատ մոտ լինի տնական պատրաստված մտերքներին։ Սկսեցինք ոչ որ 4-5 տեսակ ապրանքանիշից կոտլետներ էինք պատրաստում եւ պելմեններ։ Հիմա արդեն մոտ 60 տեսակ սառեցված կիսաֆաբրիկատներ ունենք։ 10 տարվա ընթացքում մենք հասկացանք, որ մեր արտադրանքը լայն սպառում է արդեն ձեռք բերում, մեծ թափ էինք հավաքում։ 2018 թվականից սկսած որոշեցինք նաեւ երշիկեղեն արտադրել, սակայն մեր տարածքը պայմանները չէր ներում արդեն արտադրությունը ընդլայնելու համար։ Որոշեցինք արդեն սեփական տարածք գնել, քանի որ մինչ այդ մենք մեր սեփական տարածքը չունեինք։ Որոշեցինք ձեռք բերել տարածք եւ կառուցել արտադրամաս։ Նոր արտադրամասը որոշել էինք վերազինել վերջին սերնդի հոսքագծերով, բայց քանի որ իրանք շատ թանկարժեք են, մեր հնարավորությունները չէին ներում ձեռք բերել նմանատիպ հոսքագծեր, կառավարության լիզինգի ծրագրին դիմեցինք եւ ձեռք բերեցինք հոսքագծեր, մոտ 400 միլիոն դրամի սարքավորում ենք լիզինգով ձեռք բերել։ Այդ ամեն ինչը, որ ուզենայինք ձեռք բերել, երևի մոտ 6-7 տարի պահանջվում էր։ Ենթադրենք մի մասը եթե գնեինք
ու սպասենք, երբ պետք է ֆիրման գումար վաստակի, որ մյուս մասն է ձեռք բերենք եւ այդտեղ կատարվում էր արդյունությունը, քանի որ այդ ամեն ինչը միասին էր պետք։ Լավ որակի հումքի եւ համով ոտով բաղադրատոմսերի շնորհիվ է, որ կարողանում ենք այս շուկայում դիմակայել եւ գնալ ինչու՞ չէ նաեւ առաջ։ Մեր արտադրանքը Հայաստանի տարբեր մարզերում կա, նույնիսկ Տավուշի են ամենահեռավոր գյուղերում, Նոյեմբերյանում, Բերդում, նաեւ մայրաքաղաքի մեծ սուպերմարկետներում ենք սկսել ներկայացնել մեր ապրանքատեսականին։ Վրաստան սկսել ենք արտահանում անել մոտ 1 տարի։ Շատ մեծ պահանջարկ ունի հատկապես մեր հայկական ավանդական կատան։ Քանի որ պահանջարկը օր-օրի ավելանում է, մենք որոշել ենք այս տարի սկսել կառուցել նոր արտադրամաս, որտեղ մոտավոր 25-ից 30 աշխատատեղ կստեղծվի։ Նոր սարքավորումներով հագեցված պետք է անպայման էլի օգտվենք լիզինգի ծրագրից։ Գյումրիում աշխուժացնելու ենք արտադրական պրոցեսները։ Գյումրին շատ ճանաչված էր եղել նույնիսկ ամբողջ սովետական միությունով իր երշիկների արտադրությունով մցի կոմբինատ ենք ունեցել այստեղ շատ մեծ։ Մեր առաջ նպատակ ենք տվել, որ կարողանանք հասնել որոշակի առումով այդ հին ավանդույթներին, վերականգնել Գյումրու բարի համբավը մսամթերքի արտադրության ոլորտի հետ կապված։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM Գովեջում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։